Լսի, մարդկանց մի խումբ կա, որը ընտրություն կատարելու համար հիմնվում է իր անձնական պահանջմունքների բավարարման վրա։ Բուջուր ֆաշիստները, որ ուզում են սեփական ազգին ծեծածնեն, մտնում են այդ աշխատանքի, որ իրանց այդ ցանկությունները իրականացնեն։ Ինքան է հանրային ատելությունը այս մարդու նկատմամբ մեծացել, որ համակեցության ոչ մի եզր չկա։ Ասում եմ, մի քանի օր իրար վրա նույն հանցագործությունը լուսաբանում եք, շատ է թվում մարդկանց աչքին։ Քո կարծիքով Նիկոլ Փաշինյանն է կարանդիմություն լինի։ Քաղաքական նկատառումներից ելնելով մարդուն դատապարտել են կամ տառապանքի կամ ավել կարող դաժե մահվան։ Եթե դու ինձ գեներալի կոչում չես տա, ես ընտրությանը չեմ գա քեզ քվեարկեմ։ Չէ, դա մուտքի մոտ հարցին են ասեն, ում ես որոշել, ասենք, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին, ասեն, տեք։ Եթե տեսնես իր շրջապատի արձագանքը, բոլորը սարսափահար են։ Այսինքն ինչ արդյունք էլ լինի, դա իշխանության բռնազավթում չի, դա ընտրությունների բնականon գործընթաց է։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորատի հասցեին։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքո։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի, ամեն երկուշաբթի երկու դատապարտվածներ, ես եւ Ավետիսը վարում ենք այս հաղորդումը։ Անդրադառնում ենք անցյալ շաբաթվա ամենակարևոր քաղաքական իրադարձություններին։ Ողջույն Ավջան։ Բարև Զարա ջան, բայց կարծում եմ, որ ոչ միայն մենք ենք դատապարտված, այլ հայ հասարակությունն է, Հայաստանի հասարակությունը դատապարտված է ապրել նիկոլական գետոյում։ Այո, համաձայն եմ։ Միանշանակ համաձայն եմ, ուղղակի մեր պատժամիջոցը ինձ թվում է մի քիչ ավելի խիստ է, որովհետև մենք նաև աշխատանքի բերումով ստիպված ենք լինում ամբողջ լրահոսին հետևենք։ Նես չի էլի, որ կարողանում ենք սահմանափակվենք միայն այս քաղաքական իշխանության ենթակայությամբ ապրելու հանգամանքով, նաև ստիպված ենք լինում այդ լրահոսը վերլուծել, էլի։ Բայց շատերի համար ավելի վատ է, քան մեր համար, օրինակ մարդիկ կան գտնվում են պատժախցերում, մենք հələ համակենտրոնացման ճամբարի ազատ ռեժիմում ենք գտնվում։ Ազատ ռեժիմը, բայց ես մտածում էի ասես շատերի համար ավելի վատ է ու կնշես օրինակ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը իրականացնող մարդկանց, ասենք այդ ՊՎԾ աշխատակիցներին, ովքեր ստիպված են իր համար, չգիտեմ, անվտանգություն ապահովել։ Բայց ինչի են ստիպված։ Ինչ է իրանց մահվան սպառնալիք, կարան չանեն, չէ՞ դա։ Ինձ թվում է մի տեսակ կարան կամ չկարանով չի իրանց դեպքում։ Չլսի, հիմա դու ասում ես, որ այդ մարդիկ կամավոր չեն այդ աշխատանքը ընտրել։ Ես չեմ պատկերացնում իրավիճակ, որտեղ պրոֆեսիոնալ իրավապահը, հա, պրոֆեսիոնալ անվտանգության աշխատակիցը աշխատանքի ընդունվելուց կամ, չգիտեմ, ուսումը անցնելուց ինքը տեղյակ է լինում, որ մի օր կիրակի օրով ծաղկազարդի տոնին ինքը ստիպված է լինելու հայ հասարակությանը, հայ ժողովրդին դոշով բացի, որպեսզի իր ղեկավարը հասնի մինչև խորան։ Ընդ որում ուշացած ղեկավարը արդեն սկսված պատարագի ժամանակ, ես վստահ եմ այդ մարդիկ այդ ուսուցման ժամանակ նման հմտությունների, նման խնդիրներին ծանոթ չեն եղել, էլի։ Դառա, տես հիմա կա այսպես կոչված ոստիկանության գվարդիա, չէ՞։ Իրականում արի մենք մեզ չխափենք եւ մարդկանց չխափենք, բոլոր այն մարդիկ, որոնք մտնում են այդ ոստիկանության գվարդիա, աշխատանքի այսպես ասած կամ ծառայության, իրանք գիտեն, որ իրանց հիմնական խնդիրը դա ոչ թե իրավակարգը պաշտպանելն է, մարդկանց իրավունքները, ազատությունները, այլ ընդհանրապես մի բանի համար ապահովել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Իսկ թե ինչպես կապահովել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մարդ ծեծելով, մարդ բռնելով կամ ինչ-որ սադրանքներ կազմակերպելով, դա արդեն երկրորդական է, հասկանում ես, ամեն օր առաջադրանքը իրավիճակը տարբեր է։ Այսինքն այդ մարդիկ ի սկզբանե գիտեն, որ նենց չի էլի, որ այդ մարդը մտնում է մտածելով, որ ինքը պայքարելու է հանցագործության դեմ։ Այո, ասում են, որ հանրային վտանգ սպառնացող իրավիճակներում ձեր ուժերով մենք հանրային բարօրությունից ելնելով, հա, կարող է ինչ-որ միջոցառումներ կազմել։ Ոչ մեկ չի ասում, որ պետք է գաք, չգիտեմ, 18 տարեկանը նոր լրացած տղային ջարդելով, գետնի վրա քաշ տալով տանեք ԶՊՎ, որովհետև հանդգնել է Նիկոլ Փաշինյանին, ասենք, մի թե դու խոսք ասի։ Ես չգիտեմ, ես ուրիշ կարծիքի եմ, ես գիտեմ, որ այդ մարդիկ պատրաստ են ամեն ինչի։ Մեծամասամբ պատրաստ են ամեն ինչի, այդ թվում նաև մարդկանց իրավունքները եւ ազատությունները խախտելու գնով։ Եվ ի սկզբանե մտնելով այդ գործին, այդ մարդիկ տեղեկած սադիստներ են դեռ։
բուջուր ֆաշիստները, որ ուզում են սեփական ազգին ծեծածրնեն, մտնում են այդ աշխատանքի, որ իրանց այդ ցանկությունները իրականացնեն։ Ես համաձայն եմ, նենց չի, որ ես դա Լսի, որպես առարկություն ես եմ չեմ ասում։ մտածում որ իրանք տենց մարդակեր սադիստներ են կամ հատուկ տենց հաճույք են ստանում այդ մարդկան։ Լսի, ուղղակի իրանք մտածում են, որ սա մեր աշխատանքն է։ Հիմա սա էլ մեր աշխատանքն է։ Հիմա ես կոշկակար չեմ դարձել, չգիտեմ, Բժիշկ չեմ բժիշկ չեմ դարձել, դարձել։ ուսուցիչ չեմ դարձել, սահմանապահ չեմ դարձել, չգիտեմ, Հա, գիտնական կամ փաստաբան չեմ չեմ դարձել։ Ահա, ես դարձել եմ մարդ ծեծող։ Հա, նորմալ է։ Նորմալ է, որովհետև մենք հիշում ես նախորդ հաղորդման նրանակ ասացինք, որ ամեն մարդ ունի ընտրության հնարավորություն։ Այդ մարդիկ կատարել են իրենց ընտրությունը եւ կատարել են հոգուտ նրա, որ պետքա պաշտպանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Լսի, հիմա ինչ ասեմ, բնության մեջ էլ չէ տարբեր տեսակի բաներ կան, կենդանիներ կան։ Կան գիշատիչներ, կան, չգիտեմ ինչեր, կան բան ասենք ինչ են ասում, Որդեր ու խխունջներ, չգիտեմ։ Հա, չէ, հետո ասենք այտենց փթած դիակակերներ, ամեն ինչ կա, ասինքն նես չի, ասես չհասկացանք, ինչի բոլորը միանման չեն։ Էվոլյուցիան տարբեր տեսակ մարդու տարբեր տեսակներ է ստեղծել։ Այդ դեպքում մի հատ առարկություն ունեմ։ Ոնց է ստացվել, որ մի ամբողջ գիտակից կարծես թե առաջին հայացքից ժողովրդի ընտրությունը նա այն մարդն է, որը քարոզում է այս վերաբերմունքը, այդ քո ասած այդ գիշատիչ բան, հա, դիակ ուտող գիշատիչի պահվածքը։ Ոնց է ստացվում, որ մենք ամբողջ հանրությունով եկել ենք կանգնել ենք այս իշխանության վրա։ Ես այդ պահը չեմ հասկանում։ Օրինակ երեք այդ որ Փաշինյանի այդ քարոզարշավի ընթացքում իրան տարբեր մարդիկ էին մոտենում։ Շատ տեսանելի է ով է իրան տրողը, հա։ Այդ այն կիննա, որ մոտենում է ասում է աղջիկս չի կարող մայրանա մի բանով օգնի։ Այդ այն կիննա, որ մոտենում ասում է սաղ քաղաքի տղերքը իմ հետևից են վազում, ես էլ քո հետևից եմ վազում։ Այդ այն մարդիկ են, ովքեր մոտենում են իրա ձեռքերն են համբուրում։ Այսինքն այդ մարդկանց գոնե այն բան, հա, մեզ հայտնի զանգվածը շատ հեշտ բնութագրվող է։ Որակումներ չտանք, բայց այդ մարդիկ բարձա չէ, որ ոչ մի իրան հարգող կին չի գնա գցվի օտար տղամարդուն, ասի սաղ քաղաքը իմ հետևից է վազում, ես է քո հետևից եմ վազում։ Այսինքն այդ մարդկանց որակը տեսանելի է, բայց փաստացի մենք այդ մարդկանցով ամբողջ երկիր ունենք լցված, որ ինքն է դեռ իշխանության։ Որտեվ դժվար թե չէ այդ ցածր փոքր քանակ ունեցող խավը կարողանար իր իշխանությունը ապահովել։ Լսի, նախ այդ խավը իր իշխանությունը չի ապահովում, իրականում չի ապահովում, այդ խավը ընդհանրապես օգտագործվում է այսպես կոչված հանրային աջակցության ֆոն ապահովելու համար։ Համաձայն ես։ Ուրիշ հարց տամ, դու կարծում ես, որ իրանք դες լրիվ անկեղծ են, թե դա ամեն դեպքում Լսի, ինչ-որ բեմադրված լսի, էլեմենտներ Լսի, ունի։ ինչ կա անկեղծության։ Եթե մեկը ասում է, որ ինձ գնդապետեմ գեներալ-մայորի կոչում տուր, այդտեղ այդ մարդու անկեղծությանը ոնց բան անես։ Դրան հավատում ենք։ Ես էլ եմ հավատում։ Կամ մեկը որ գնում է ասում է աղջիկաս հղիության հարցով եմ դիմել։ Չէ, դե հիմա ես բարձա, չէ որ բնական հղիացման մասին չի ենթադրվում, այլ այն արհեստական ծրագիր է, որը վճարվում է պետ պատվերով, ասենք այդ կարադիմի պատկան մարմինին։ Գոնե Անահիտ Ավանեսյանին գնասի եկել եմ աղջկա հղիության հարցով, էլի։ Լսի, ուզում եմ ասեմ, ախր կարևոր չի, էլի, ով ինչ հարցով։ Մարդիկ իրանից կոնկրետ ակնկալիք ունեն։ Կոնկրետ, ասում են, գնում են ասում են, այս հարցը լուծի, որ քո հետ լնենք։ Եթե դու ինձ գեներալի կոչում չես տա, ես ընտրությանը չեմ գա քեզ քվեարկեմ։ Հիշում ես նախորդ այն Իջևանի դեպքը։ Աղջիկաս մանկապարտեզի տնօրեն։ Լսի, իրան մոտեցողների մեծ մասը անձնական ակնկալիք ունի։ Եվ ես քեզ ասեմ, բոլոր իշխանությունների օրոք, երբ որ իշխանությունները գնացել են մարզեր, գյուղեր, շրջաններ, այցելությունների, Մարդաբեջ են դուրս եկել, կապ չունի, հա, այսպես ասած հանդիպման, միշտ եղել են մարդիկ, որ իրանց անձնական խնդիրներով մոտեցել են, նույնիսկ ոչ թե անձնական, լիքը մարդիկ մոտեցել են նաև բան, ինչ են ասում, այսպես ասած հանրային խնդիրներով։ Ես օրինակ հիշում եմ 13 թվականին, երբ որ Սերժ Սարգսյանի հետ ես լրագրող էի, գնացել էինք բան, Տավուշի մարզ,
Դեսի սահմանամերձ գյուղերում մարդիկ գիտես ինչ էին ասում էին այստեղ գործարան կառուցեք, մեր գյուղում չգիտեմ ինչ որ արտադրամաս կառուցեք, որ մենք բանը մեր երեխաները Ռուսաստանից հետ վերադառնան։ Հասկանալի խնդրանքներ են։ Ու քեզ ասեմ, հաստատ ավելի շատ մարդիկ էին գնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, Ու ավելի շատ բան էին խնդրում, չէ՞։ Հա, ասենք գնում էին, ասենք ու քեզ ասեմ ոչ մի բանով ես մեկը մեկին ոչ մի բանով տարբերություն չեմ զգում։ Նու պատասխաններն էլ էր նույնը։ Սերժ Սարգսյանը կարծեմ Մովսես գյուղում էինք, թե որտեղ էինք, ասաց, բա մենք ձեր գյուղում մանկապարտեզ ենք կառուցել, մշակույթի տուն ենք կառուցել, այս ձեր ճանապարհը ասֆալտապատել ենք։ Այդ գյուղացիներից մեկը հենց իրան այտենց ասեց, այդ քո ասֆալտը, քո մանկապարտեզը, քո դպրոցը կամ մշակույթի տունը մեր ինչին է պետք, որ այստեղ գործարան չկա։ Որ պետք է իմ երեխեն գնա Ռուսաստանում աշխատի, իմ թոռները պետք է Ռուսաստանում գնան մանկապարտեզ ու դպրոց։ Ստե գործարան կառուցեք, Սերժ Սարգսյանն էլ սենց փոշմանած, որ չի կարում էլի, բա Չգորած չասես, Դուբայի տների մասին խոսացեք, բաներ չասես, չէ՞։ Չէ, ասաց, ուզում էր փորձում էր բացատրել, ասում էր ախր կոմունիկացիաներից կտրված է, այստեղ որ գործարան կառուցենք, այդ գործարանի արտադրանքը արտահանման հետ կապված։ Այդ մարդը գիտես ինչ ասեց։ Ասեց մի խոսքով ասա, որ չես ուզում սարքես ու վերջ։ Ու տենց հիասթափված գնաց։ Հասկացա։ Չէ, ուզում եմ հասկանամ, նայ, այդ իմ պատկերացմամբ, տենց հարցով, խնդրանքով դիմողները մի քանի հազար մարդ կանան լինեն, ու թող 10,000 մարդ լինի։ Ենթադրենք 10,000 մարդ տենց դիմողն է ու ակնկալողն է, որ, հա, ասել եմ Նիկոլին, իմ հարցը կլուծվի, գնամ Նիկոլին ընտրեմ, որ հանկարծ իշխանություն չփոխվի, որ իմ հարցը լուծվի։ Այդ մի 10,000 հոգի մարդն է, բայց փաստացի ախր իշխանությունը հո այդ 10,000-ով չի վերընտրվում։ Դե հենց ես այդ եմ ասում։ Ովքեր են մնացածը, որ ոչ տեսանելի են, Արի տենց չասենք, 10,000 չասենք։ Լսի, մարդկանց մի խումբ կա, որը ընտրություն կատարելու համար հիմնվում է իր անձնական պահանջմունքների բավարարման վրա։ Այսինքն ինքը չի դնում հանրային խնդիրներ։ Ինքը չի ասում Հայաստանը ուժեղ լինի կամ ապաշտպանված լինի։ Ինքը ասում է իմ անձնական Կարապետյան ավելի լավ տարբերակ չի։ Նա ավելի շատ փող ունի, ավելի շատ բան կարա անի իր համար անձնական։ Բայց Սամվել Կարապետյանը նախ բռնել են մեկ, այսինքն չի կարա Սամվել Կարապետյանը գնա մարզեր, որ իրան դիմեն, թե չէ ես քեզ 100%-ով ասում եմ, որ Սամվել Կարապետյանը գնա մարզեր, այտենց անձնական խնդրանքով դիմողների քանակը մի 100 անգամ շատ կլինի։ Էհա, որովհետև գիտեն, որ նախ ինքը դրանով զբաղվել է, այսինքն մարդկանց անձնապես օգնել է, եւ երկրորդը գիտեմ, որ ինքը միլիարդատեր է եւ այդ հնարավորությունը ունի, բայց նախ Սամվել Կարապետյանը կալանավորված է եւ երկրորդը բոլոր մարդիկ գիտեն, որ իշխանությունը թույլ չի տալիս այդ մարդկանց ասենք Սամվել Կարապետյանին կամ չգիտեմ նույնիսկ Գագիկ Ծառուկյանին եւ մյուսներին բարեգործությամբ զբաղվել, որովհետև կալանավորման կամ քրեական գործի մեղադրանքով։ Փոխվել են, այո։ Լսի, ես դեպք գիտեմ, որ Սամվել Կարապետյանի հիմնադրամը, ես անունը չգիտեմ, բայց բարեգործական հիմնադրամը։ Տաշիրը, երևի, հա։ Պայմանավորված են եղել, որ անհետաձգելի բժշկական օգնության համար ֆինանսավորեն վիրահատությունը։ Բայց քանի որ սենց նախընտրական իրավիճակով պայմանավորված մերժել են, այդ կինը հիմա գտնվում է չափազանց ծանր առողջական վիճակում, որովհետև գումար չունի, որ այդ բանը վիրահատությունը անի։ Ինչ որ մասը ասել են էս առողջապահության ապահովագրությունով, բայց ասել են այնտեղ ինչ որ բաներ կա, որ դրսից է բերվում, չգիտեմ, իմպլանտի հետ կապված ինչ որ հարց կա, այդ ոսկրային իմպլանտի հետ կապված հարց կա, դա դրսից է բերում, դա պետք է դրա փողը դուք պետք է տակ, դա մի խոսքով այդ մարդը քաղաքական նկատառումների ելնելով մարդուն դատապարտել են կամ տառապանքի կամ ավել կարող դաշը մահվան։ Հաշմանդամի կամ վիճակում չի կարում տեղաշարժվի։
Սենց ասեմ։ Հոտորակությունը։ Ուզում եմ ասեմ, մարդիկ դա գիտեն, էլի, հասկանում ես, Հայաստանը նենց փոքր երկիր է, հասարակության անդամների թիվը այնքան քիչ է, մարդիկ իրար հետ շփումների ժամանակ մեկը մյուսին պատմա, որ գիտես, սենց եղավ, նենց եղավ, ու մարդիկ գիտեն, թե ումը կարան գնան դիմեն, ով իրանց Ես քեզ ասեմ, իշխանությունները բացարձակ չի խորշում այս քարոզարշավի ընթացքում, այլ տանիքներ վերանորոգի, այլ տոպրակներով բարեգործություններ բաժանի, անապահով խավերին, այլ ընդ որում պետության անունից պարզա չէ, որ իրենց գրպանից չեն դնում Զարա ջան, ամենաակնհայտ ընտրակաշառքի այս տարվա սկզբից մարզերից սկսեցին աշխատել ուսանողական անվճար ավտոբուսները, որոնք ուսանողներին բերում են Երևան։ Ասենք որևէ մեկի մտքով չէր անցնում, օրինակ ինչի 24 թվին, 23 թվին, 25 թվին ուսանող չկար մարզերից։ Ինչ ես հիմա։ անվճար հիմա հարյուրավոր տենց Այն ուսանողակ տարիներին մարզերից Երևանում ընդունված երեխեք չեն եղել։ Երևի նորեն Դեսի, հայտնաբերել։ օրինակ քեզ ասեմ, նախկինում նման բան անում էր Ծառուկյանը, գրած էր այդ ավտոբուսներն էլ հիշում եմ, Բարգավաճ Հայաստան։ Չէ, մենակ Աբովյանից չէ, տարբեր մարզերում ֆինանսավորում էին։ Բայց ասենք հիմա պարզ է, չէ, որ եթե Ծառուկյանը կամ չգիտեմ, Մի հատ ավտոբուսի գիծ կազմակերպի անվճար, ինչ կդառնա դա։ 500 հոգի կկալանավորեն ընտրակաշառքի գործով։ Բայց Նիկոլ Փաշինյանին կարելի է։ Դե հիմա էդ եմ ասում, Նիկոլ Փաշինյանի հույսը այն մարդիկ են, որոնց համար իրանց անձնական 500 դրամը ավելի կարևոր է, քան ասենք հանրային շահը, ենթադրենք, չգիտեմ ինչ ասեմ, Սահմանների անվտանգություն, չգիտեմ, բանի, տարածքային ամբողջականություն, այսինքն այս մարդիկ անձնական շահով առաջնորդվում են, այդ լրիվ հասկանալի է, բայց ինչ շահով է առաջնորդվում այս իշխանությունը, որտեղ երեք ես համացանցը նայում էի, այդ անվերջանալի լայվը, հա, որ սկսում է մեքենայից, ավարտվում է, գնում են կեցավար լայվով, դրա արանքում լինում է այդ եկեղեցու ասպատակումը, դրա արանքում լինում է ինչ-որ անհասկանալի մարդկանց այդ մոտենալը, այդ հետևից վազող կնիկներ եւ այլն, այս ամեն ինչը, բայց նստվածքային Ես, օրինակ, օրվա վերջում, որ մտածում եմ այսօր ինչ հիշվեց, ինձ հիշվեց մենակ ոնց իրան եկեղեցուց դուրս ֆրնդեցին։ Ինձ հիշվեց մենակ այդ կանանց գոռոցը, որ ամբողջ եկեղեցով գոռում են, ասում են գնաս տեղից։ Այդ որ ասում են չդիպչես ինչ, դու սրբապիղծ ես, դու ամեն բան փչացնում ես եւ այլն։ Այդ արդյունքը, այդ էֆեկտը ունի, որ իշխանությունը ակնկալում է, թե հակառակ էֆեկտ ունի։ Սի իրականում, հա, օրինակ մարդիկ կան, ինձ ասում են, որ այդ իրան հարվածելու փորձի դեպքը ինքը հատուկ է կազմակերպել։ Ու ես հարց եմ տալի, այդ ասողին հարց եմ տալի։ Ասում են ինքը ու մարդիկ կան ու տարբեր ոնց Դոնալդ Թրամփը հիշում ես մահափորձ եղավ, ու դրանից հետո արագ ընտրվեց նախագահ։ Հա։ Դեսի, բայց այնտեղ մի քիչ ուրիշ իրավիճակ էր։ Դոնալդ Թրամփը ուզում էր ներկայացնել, որ իրան ինքը այնքան լավ նախագահ է, որ իրան ուզում են ոչնչացնեն, սպանեն, շարքից հանեն, իսկ ստեղ հասկանում ես, ստեղ այդ իրավիճակը չի, ստեղ ընդհակառակը մարդիկ ասում են, ախպեր, դու պատկերացնում ես, այնքան է հանրային ատելությունը այս մարդու նկատմամբ մեծացել, որ համակեցության ոչ մի եզր չկա, այսինքն մարդիկ չեն ուզում սրա ներկայությունը իրան շրջապատում տեսնել։ Հիմա էլի արի համեմատություն անենք, կարող է նախկին բոլոր իշխանությունների ժամանակ, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, մինչև Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եղել է հանրային դժգոհություն, եղել է հանրային նույնիսկ ատելություն, լսի, բայց որևէ անգամ ֆիզիկական բռնության փորձ չի եղել, որ Հիմա քպականները կբանանեն, կաճառեն կասեն, որովհետև այն ժամանակ անգամ բարի համար էին սպանում, իսկ մեր իշխանությունը այնքան ժողովրդավար է, որ կարան նույնիսկ փորձեն խփեն վարչապետին։ Այն Պրիվետրոպի պատմությունը կհիշացնեն, էլի։ Հա, մի հոգի երևի սպանվել է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք քանի հոգի է սպանվել։ Մենակ 5000 սահմանում Արցախում։ Ինչի մենակ Արցախում։ Արմեն Գրիգորյանին սպանեցին բանում, դատարանի դալիճում, այն խեղճ աղջկան գցեցին իր Սոնա Մնացականյանին, հա, մեքենայի տակ գցեցին ու Վալոդյա Գրիգորյանին, հա, բանի Փարաքյալի քաղաքապետին գնդակահարեցին։ Հա,
Ուզում եմ ասեմ, հենց չի էլի, որ Նիկոլ եթե խորանանք, կարող է պարզվի, որ իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանության զոհերը անհամեմատ ավելի շատ են, քան մենք նույնիսկ պատկերացնում ենք։ Հաստատ։ Լսի, այն դու մի բան իմացի, այս հանցագործությունների, մարդասպանությունների, ամեն օր կարելի ասել, ամեն օր մարդասպանություն, ինքնասպանություն ու չգիտեմ ինչ ալնում։ Դա ինչի արդյունք է։ Էլի այդ հանրային անհանդուրժողականության Արփինե Սարգսյանը ներքին գործերի նախարարը ասել է լրատվամիջոցները շատ են լուսաբանում, դրա համար թվում է թե շատացել են հանցագործությունները։ Հանցագործությունները նույնքանակ են, ինչ որ միշտ եղել են։ Մենք ենք մեղավոր, որ հանցագործ, ասում մի քանի օր իրար վրա նույն հանցագործությունը լուսաբանում եք, շատ է թվում մարդկանց աչքին։ Հանճարեղ չէ։ Լավա չի ասել, եթե լրատվամիջոցները գոյություն չունենային, ընդհանրապես մարդիկ այդ հանցագործությունների մասին չէին իմանա ու կիմանային, թե ապրում են բանում, էլի։ Չէին լինի այդ հանցագործությունները։ Հա, օրինակ, եթե ինչի մասին ես չգիտեմ, գոյություն չունի։ Գոյություն չունի։ Օրինակ, եթե լրատվամիջոցները չգրեին Արցախի հանձնման մասին, հա, ով էր գնալու ոտով ստուգեր Արցախը հանձնած, կարող են ասեն հələ մինչև հիմա մերն է։ Հանգիստ։ Դե իրանց տրամաբանությամբ տենց է։ Բայց ամեն դեպքում ինձ հետաքրքիր է հանրային ընկալման մեջ այս Երևանի այս արշավանքը ոնց է մնում էլի, այսինքն նստվածքը որն է, որ գնաց հայտարարակ եղավ ամենտեղ մերժված է, թե հակառակը տես ինչ համարցակ տղա է ու դաժե այսքան ատելության ֆոնին ինքը կարողանում է գնա փողոցներում իր աջակիցների հետ նկարի։ Իրականում ինքը իր թիմին եւ իր մերձավորներին, այսպես ասած սպասարկուներին մի հատ բան է ուղարկում։ Մեսիջ։ Եթե մենք իշխանություն չունենանք, ձեզ հաշտելու են։ Մեզ ուտելու են։ Դե հա։ Մեզ, նաև իրան։ Նաև իրան, էլի ինքը ուզում ասի, ախպեր, տեսեք մեր նկատմամբ, դրանից մի քանի օր առաջ էլ Ալեն Սիմոնյանի հետ կապված դեպքեր ունեցավ, չէ՞։ Հանդաղ էլ ձերբակալեցին, այո։ Զոհվածի եղբորը։ Լսի, եւ եթե տեսնես իր շրջապատի արձագանքը, բոլորը սարսափահար են։ Իրականում դու չես պատկերացնում ինչ վայնասուն էին բարձրացրել։ Դե ես հենց այդ եմ ասում։ Նայիրի Հունանյանի հետ էին համեմատում 18 տարեկանը նոր լրացած դպրոցական երեխուն։ Ասենք անկեղծ դա ինչի արդյունք է։ Դա այդ վախի եւ սարսափի հատուկ նպատակով կազմակերպված վախի եւ սարսափի մթնոլորտն է, որ եթե մենք իշխանություն չունենանք, մեզ ուտելու են։ Ուրեմն հետևաբար մենք պետք է ամեն գնով ինքնապահպանման բնազդից ելնելով պահենք այդ իշխանությունը։ Իսկ ոնց պահենք, ցանկացած գնով։ Նաև օրինակ, ասենք, ես քեզ ասեմ, իրանք ասում են պետք է կանխենք։ Մենք ձեզ իշխանություն չենք տալու։ Տենց ասում են, չէ՞։ Լսել ես, օրինակ այն օրը ասում եռագլուխ պատերազմի կուսակցությունները։ Ահա։ Չէ, այն օրը օրինակ մի հատ տենց բան կա, Հայ Կոնջորյան, ասում է մենք թույլ չենք տալու իշխանության բռնազավթում։ Լսի, որևէ մեկը չի ասում, չէ՞ որ մենք իշխանությունը բռնազավթելու ենք։ Ավելին ասեմ, ընտրություններ են առջև։ Այսինքն ինչ արդյունք էլ լինի, դա իշխանության բռնազավթում չի, դա ընտրությունների բնականon իրանց համար դա բռնազավթում է, բայց ինչ է նշանակում ամեն գնովը։ Օրինակ ես հասկանում եմ, որ ասենք եթե պետք լինի մի 3 միլիոն ցեղասպանություն անենք, մի 3 միլիոն, այդ ամեն գինա, չէ՞։ Տեղամասերի դեմը կանգնենք, ով որ գալուց լինի ընդդիմության ընտրելու գնդակահարենք։ Ինչ կլինի։ Կամ միջև այդ։ Ինչև է։ Չէ, դա մուտքի մոտ հարցին են ասենում ես որոշել, ասենք, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանին, ասեն, տեք։ Դե ես ուզում եմ ասեմ, որ իրանց համար իշխանությունը, լսի, քարոզությունը տարվում է այն բանով, որ իշխանությունը եւ ֆիզիկական գոյությունը դա կյանքը, դա հավասարազոր է։ Այն բան կար, չէ՞։ Հա, բայց փորձը ցույց է տալիս հակառակը, նույն Աննա Հակոբյանը, որը այս իշխանության ամենաերևի կարկառուն ներկայացուցիչներից մեկն էր, հիմա մնացել է ասել իր առանց անվտանգության համակարգի, առանց այդ պահպանության մեքենաների ու թիկնապահների ու մնացածի, բայց մեկը ոչ մի իր հետ տեղը չի ունենում, հանգիստ փողոցներով քայլում է, իրան շատ լավ է զգում։ Ինչ խնդիր կա։ Ոնց են ապացուցելու, որ այդ ատելությունը, որը կա Նիկոլի նկատմամբ, տարածվելու է նաև TV անդամների, որովհետև ամեն դեպքում այս թիմը այնքան ուսապարկներ են, հա, բոլորը այնքան Նիկոլա հպատակ են, որ բացի Նիկոլից լեզուտ էլ չի պատտվում մեկին մեղադրես։
Հա, մեղադրում ենք, բայց դե հասկանում ենք, չէ՞, որ ասենք նույն Արարատ Միրզոյանի ու բանը մեղքը անհամեմատ ավելի քիչ է, քան Նիկոլ Փաշինյանին, չէ՞, պարզա չէ, որ բանակցողը Արարատ Միրզոյանը չի, Նիկոլն է։ Դե հա, բայց հիմա գիտես իրականում կա բանդա եւ ասենք բանդայի անդամներ, պարզա որ բանդայի ղեկավարին երբ որ դատավարություն ալնում, ասենք այդ տենց կոլեկտիվ չէ, խմբային հանցագործություն, հա, խմբային հանցագործություն, պարզա այդ ժամանակ նույնպես հաշվի են առնում, թե հանցագործության ժամանակ, կատարման ժամանակ ով ինչպիսի դերակատարում է ունեցել։ Դե բնական է, որ հարցը լսի իրանք չեն տեղափոխում քրեա իրավական, իրանք ընդհակառակը ասում է ախպեր հարցը ինչի է, որ մեզ կարողա դատեն կամ չդատեն, մենք ուղղակի փողոց դուրս գալու շանս չենք ունենա, նույնիսկ այս 18 տարեկան երեխեքը ուզում են մեզ խփեն, ուզում են մեզ ֆիզիկապես ոչնչացնեն ու միակ պատճառը, որ մենք հիմա կանք, դա այս ոստիկաններն են, որոնք մեզ պաշտպանում են։ Եթե այս ոստիկանները չլնեն, իսկ ոստիկանները չեն լինի, եթե մենք իշխանություն չլնենք, մեզ կուտեն, այս ժողովուրդը մեզ կուտի։ Ուրեմն ամենագլխավոր ընդդիմադիրի կարգավիճակը չի ապահովի այդ անվտանգությունը։ Քո կարծիքով Նիկոլ Փաշինյանը կար անդիմությունը լինի։ Դե եղել է, նես չի որ առաջին անգամ է լինելու, ինչ խնդիր։ Զարա ջան, հիշում ես ազգային ժողովի բոցաշունչ ելույթները։ Ես հիմա ուզում եմ մեր հետևորդներին ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը կեղծ է այն պատկերացումը, որ Նիկոլ Փաշինյանը երբևէ եղել է անդիմադիր։ Այո, Նիկոլ Փաշինյանը երբևէ չի եղել անդիմադիր, նա եղել է բեմականացված անդիմադիր, բեմականացված իշխանության պրոյեկտ, իշխանության հետ համագործակցող անդիմադիր, իշխանության պատվերով ուրեմն 100%-ով, 110%-ով, ես քեզ ասում եմ, բոլոր իշխանությունների օրոք, նաև Ռոբերտ Քոչարյանի, ինքը համագործակցել է իշխանության հետ, համագործակցել է։ Ուրիշ բան, որ հասարակության աչքին այդ համագործակցությունը չի երևացել, դա ուրիշ բան է։ Դե հա, կարան թաքցնեն, մի այնքան բան կա, որ մարդիկ հիմա չեն տեսնում, չէ՞, բայց որ ինքը, այսպես ասած, այն ընդդիմադիրը չի եղել, այսպես ասած մարտնչող չէ, անկեղծ, ազնիվ ընդդիմադիրը չի եղել, դա միանշանակ է։ Էլի եմ ասում, մարդը կարա չտեսնի դա, հասկանում ես, ասենք մարդը իր տանը նստած հետևում է Նիկոլ Փաշինյանի ելույթներին ու ինքը ոչ չգիտի կոռուպցիան պոզով պոչով լինելու մասին։ Մի անգամ հիշում ես, բոլորը շատ հաճախ այդ ռոլիկը դնում են, որտեղ Սամվել Ալեքսանյանը գործարար, ասում է Նիկոլ Փաշինյանն էլ է մերոնցից։ Հիշում ես, տենց ռոլիկ կա։ Եվ դա չի ասում հումորով, դա ասում է որպես շատ անկեղծ։ Չէ, իր ունեցած ինֆորմացիայով է կիսվում, որովհետև իմ կարծիքով եղել է իրավիճակ, երբ որ ինքը ուզեցել է ենթադրենք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ինչ-որ բան անի։ Սարկասնի օրինակ։ Նո, ֆիզիկական կարող է չգիտեմ, բայց իրան ինչ-որ տեղից ասել են Սամվել, պետք չի, ինքը մեր տղեն է։ Ինքը մեր տղեն է, այն էլ ինչն էլ որ անում է, մենք դրանից տեղյակ ենք, մեր հետ համաձայնեցված է անում։ Հետաքրքիր է այդ նախկին կապերը հələ ուժի մեջ են, թե ինքը խզել է բոլոր կախվածություններն ու բոլոր պայմանականությունները։ Նիկոլը էլ ասենք կարող է դենց լինի այդ նախկին գործընկերներից մեկը ինչ որ ազդեցություն ունենա այս этаպում իր վրա, թե ձև չկա, էլ վсё, ուշա։ Գցել է սաղին։ Դե ինձ թվում է կան, իհարկե կան, այդ այսպես ասած կապի միջոցները եւ կապավորները կան, իմ կարծիքով։ Ինտրիգային բաներ ասում ու չի բացում, էլի։ Չէ, մի անգամ ես այդտեղ ասել եմ, օրինակ դու որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, թե օրինակ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը ոնց է հայտնվել Նիկոլ Փաշինյանի բանում, խորհրդականների մեջ։ Օրինակ էլի ասենք ոնց է եղել։ Ես մի անգամ լավ պրոֆեսիոնալ է, լավ խորհրդատու է։ Ոչ, որովհետև երբ որ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ընդդիմադիր էր, ինքը համագործակցում էր, այսպես ասած, իշխանության հետ իր կապավորներից մեկը դա նաև Արտաշես Թումանյանն էր։ Սաղ բաները բացած։ Չէ, դա նենց չի որ դա գաղտնիք է, լսի, իրականում այն մարդիկ, ովքեր իշխանության մեջ են եղել, բոլորն էլ իմացել են, որ Նիկոլ Փաշինյանը
Դե հիմա էլի նույն ձևի գնա այդ նույն քո ասած կեղծ ընդդիմադիր պրոյեկտի մեջ տեղավորվի, լինի գլխավոր ընդդիմադիրը, ենթադրում եմ, որ իրան կհաջողվի ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքել ու թող, չգիտեմ, հաջորդ իշխանությունների կյանքը թունավորի։ Ոնց որ ժամանակին արել է տարբեր մարդկանց համար։ Ի՞նչն է իրան խանգարում։ Ո՞վ է իր բան անելու, էշ ինչ ասելու։ Լսի, հիմա այդ նույնն է, որ դու ասենք օրինակ երազ մեքենա կար, որը ասենք սրանից 25-30 տարի առաջ ակտուալ էր։ Ես շատ լավ հիշում եմ երթուղայիններն էին երազները։ Ես նույնիսկ հիշում եմ, որ 95 թվականին մի հատ խայտառակ բան եղավ։ 95 թվականին երազ մեքենայով ես Երևանից գնացել եմ Մեղրի։ Թե դա ինչ տանջանք էր։ Պատկերացնում ես 31 տարի անցել, բայց մեջս տպավորվել է։ Լսի, բայց 31 տարի անցել է։ Հիմա դու չես կարա որևէ վարորդի ասես։ Արի երազար։ Արի երազով, արի գնանք Մեղրի։ Ասենք 350-400 կիլոմետր Երևանից քշի, ասենք ու ոչ մեկի չես կարա համոզես, նու 13 մարդ կար այդ մեքենայի մեջ։ Ասես արեք նստեք այս մեքենայի մեջ։ Ուզում եմ ասեմ, երբ որ մի բանը մաշվում է, դա դուրս է գալի գործածությունից, դառնում է ժամկետանց։ Հիմա ինքը եւ որպես իշխանություն է ժամկետանց, եւ որպես ընդդիմություն։ Դու մի քո ասածը գիտես ինչն է, ասա պետք է մարդիկ ինչի մի հիմա զապարոժեցով ման չեն գալի, այլ ասենք ուզում են առնվազը գոնե ասենք բան լինի, էլի, մի երկու Opel, հա, գոնե այդ որ բան էլի, ինչ են ասում, ամենավերջում, ասենք տենց, դե ասում են գոնե Opel-ը լինի բան։ Չէ, որ էլի եմ ասում, դու քո ասածը տենց է, հետ գնանք բանը, կարգով ման գանք Երևանում։ Չի լինի, չէ, չի, ինքը ժամկետանց է, մարդը երբ որ կորցնում է հավատը, տենում է, որ այդ դիմացին է կեղծ է, սուտասան է, հիմա իր դեմքը բացահայտվել է, մարդիկ տեսել են ինքը ով է, հիմա էլ այդ մարդուն ոնց հավատան, ասենք ինչ, հելնի ասի, ես գալու եմ Արցախը հետ եմ բերելու, որ ընդդիմադիրել ինչ ասի։ Ասելու հաջորդ իշխանությունների կոռուպցիայի դեմ եմ պայքարելու, չեմ թողնելու, կոպեկ քեբաբ հետ։ Չէ, որ գամ իշխանության թոշակները դառնալու են 200,000։ Կարա։ Դե դեղերը դառնալու է բան, ասենք կեսգին։ Հիմա ասում են դրի է, ման առողջապահության ապահովագրությունը մանելու բոլորին բաժանեմ։ Ինչ ասես կարասի է, խոստանալու մի 3-4 ամսվա համար կարելի է 5 տարի իշխանությունը պահելու համար կարելի է 3-4 ամիս մարդկանց խաբել։ Կարելի է խաբել։ Ինչ որ կար ժամանակում, հա, կարելի է մարդկանց։ Ես շատ լավ տնտեսագետ ընկեր ունեմ, ասում է, ասենց ասեմ, մայիսը, հունիսը կարողանալու է թոշակը տա, հուլիսին արդեն խնդիր է։ Ու ընդ որում կապ չունի ով կընտրվի, որովհետև հուլիսին բյուջեում այդ փողը չկա։ Իրանք հնարավորություն չունեն ոչ մի տեղից։ Կամ արտաքին պարտք պետք է անեն, գոնե միջև տարվա վերջ, որ մյուս տարվա բյուջեն արդեն այլ կերպ հաշվարկեն, այդ փողը ներառեն։ Կամ ասում եմ, դե դադարեցնեն այդ սիրուն պրոյեկտը 10,000 դրամ թոշակառուին։ Դե կամ էլ կարան փող տպեն։ Ասենք փողը արժե զրկեն, ենթադրենք։ Այդ էլ ինֆլյացիայի սարսափելի քանակ։ Հա, ինֆլյացիա թողնի, հա, հետո ինչ, թողել նի ինֆլյացիա, ինչ։ Կարևորը իշխանությունը կպահեն։ Չէ, ուղղակի խնդիրն է նա, որ իրենք չեն տալու։ Ես վստահ եմ, ասենք, բանից հետո, ընտրություններից հետո, եթե հանկարծ վերընտրվեն, ասելու են, սխալվել էինք, այդքան գումար չկար, թոշակառուն դեռ կսպասի, կդիմանա մի քանի ամիս էլ։ Չէ, ես մտածում եմ, որ այդ 10,000 դրամը բան են անելու, տալու են, բայց երկրում խայտառակ ինֆլյացիա ալնելու, դրամի արժեզրկում ալնելու։ Ասենք 1000 դրամ դառնա մի դոլարը։ Չէ, 1000 դրամ չէ, իմիթո դառնա ու 700 դրամ կամ 800 դրամ, ասենք կրկնակի եթե թանկանա, ապրանքները կրկնակի կթանկանան, կսկսեն ավելի շատ հարկ հավաքել դրամի տեսքով, բայց այդ դրամը որևէ արժեք չի ունենա, ու դրանով այդ նենց չի որ դա բան չի էլի, նենց ինչ-որ նոր հայտնագործություն չի, դրա համար խոշոր տնտեսագետ կամ բան վերլուծաբան պետք չի լինել։ Դա 100 անգամ, 100,000 անգամ բոլոր երկրներում փորձարկված բան է։ Մարդկանց մի կարճ ժամանակ խաբել, մի 2 կոպեկ ավել տալ, հետո էդի քթներից բերելը։ Շատ բան է։ Հիմա երեկվա արդյունքներում, անդադդ հարց տալիս եմ, դու անդադդ ուրիշ բան ես պատասխան։ Երեկվա արդյունքներում Նիկոլը հավաքեց վարկանիշ, թե կորցրեց վարկանիշ։ Չոտկի պատասխան։ Ես մի հատ բան եմ ասում, Նիկոլը գիտի, որ ինքը վարկանիշ հավաքելու խնդիր չունի։ Ինքը կորցրել է այդ վարկանիշը ու երբեք հետ չի բերելու։ Ինքը իր
ինք իր մեսիջը իր շրջապատին անընդհատ հետևյալն է պետքա խելքներդ գլուխներդ հավաքեք Իմ կողքը լինեք։ իմ կողքը լինեք բոլորս ատամներով պետք է այս իշխանությունը պահենք բռնաճնշումներով չգիտեմ կեղծիքով ինչով ուզում է պետք է իշխանությունը պահենք եթե չէ տեսեք ինչա լինելու եւ մի բան էլ Նիկոլը հասարակության մեջ փորձում է գտնել մարդկանց մի հատ խավի որը առաջնորդվում է ոչ թե հանրային շահով այլ առաջնորդվում է անձնական շահով ու մարդկանց փորձում է ասել որ ճիշտը էս է եթե դուք ինչ հանրային շահ ինչ երկիր ինչ բան ամեն մեկը մի հատ խնդիր ունի ախպեր գնացեք ձեր խնդրի հետևից Գնացեք ձեր խնդրի հետևից, ձեր խնդրով արեք, թե չէ պատմական Հայաստան, Արցախ, չգիտեմ, սահմանը, ջերմուկը, դիրքերը եւ այլն։ Իսկ եթե խնդիրը լավ ապրելն է, անվտանգ ապրելն է, շատ փող ունենալն է, օրինակ ոնց որ շվեյցարացին, անվտանգություն ունենալը ոնց որ շվեյցարացին, ու գրագետ իշխանություն ունենալն է, որ քեզ չգնա դրսում անհարմար վիճակի մեջ դնի ամբողջ երկրին, եթե այդ է խնդիրը, ոչ թե, ասենք, երեխու չբերությունը կամ չգիտեմ, էլի։ Լսի, դե պարզ է, քո ասած մարդիկ, երբ որ մարդը ուրիշ կատեգորիաներով է մտածում, այսինքն մտածում է, որ եթե երկիրը երկրում վիճակը վատ է, այդ մարդու հետ չի հաղորդակցվում Փաշինյանը։ Այդ մարդուն չի դիմում։ Այդ մարդը իր լսարանը չի։ Այդ մարդը իր լսարանը չի։ Այդ մարդը իր համար կորած է։ Ինքը այդ մարդուն չի կարա հետ բերի։ Հասկանում ես։ Հետ չի կարա։ Մենք ազգովի մի խնդիր ունենք ապացուցելու, որ բանի օրվա բուջուր խնդրով ապրող ու դրանից որոշում կայացնող ազգ չենք, որ մի քիչ գոնե, թեկուզ բարեկեցություն ենք ուզում, էլի լավ մեծ իմաստով լավ ապրել ենք ուզում։ Լսի, մենք անհատներ ենք, որոնք մտածում են բացառապես իրանց մասին, թե մենք հանրություն ենք, որը ունի նաև հանրային շահ, ընդհանրական շահ եւ առաջնորդվում է ընդհանրական շահով։ Հիմա իրականում ընտրությունը այս երկու խմբերի միջև է։ Այս երկու տարբերակների միջև է։ Հանրային շահի ու անձնական շահի միջև է։ Դու առաջնորդվում ես։ Բայց այդ հանրային շահը նաև անձնական շահ է բերում, էլի։ Ճիշտ ես ասում, բայց ինքը ուզում է բացատրի, որ ասում է, նոր էդ եմ ասում, զառա։ Եթե սա երկիրը լավ ապրի, քո երախու չբերության հարցն էլ կլուծվի, էլի։ Ասենք այդ պահը չի բանանում, չի կապվում այդ մարդկանց մոտ։ Լսի, հիմա մեկը ասում է, ախպեր, եթե իմ երեխուն նշանակում ես մանկապարտեզի տնօրեն, ուրեմն մեր համար լավ է, ախպեր։ Մենք հաջորդ 5 տարին մենք պատրաստ ենք ամեն ինչի դիմանալ։ Ամեն ինչի։ Իմ երեխեն այդ մանկապարտեզի տնօրեն ելնելով մնացած սաղ հարցերը կլուծի։ Լսի, հա, կամ եթե ես այսօր գնդապետ եմ, դառնամ գեներալ, ախպեր հիմի կարամ մնացած ամեն ինչի վրա Կարա բանակ էլ չլինի, կարա պաշտպանության նախարարություն էլ չլինի, կարա սահման էլ չլինի, կարանք Թուրքիայի կազմում լինենք, ոչինչ, լավ է, ես գեներալ եմ։ Չէ, ես այդ իմ պաշտոնը օգտագործելով, ես իմ անձնական խնդիրները կլուծեմ։ Այդ դժվարությունները կհաղթահարեմ։ Խելացի։ Ուզում եմ այս ուրախ նոտայի վրա ավարտենք, խոստանանք։ Ոչ այնքան ուրախ։ Հա, ասենք գժանոց է։ Ես անկեղծ չեմ հավատում, որ մեր երկրում այդ որակը կրող մարդիկ են ապրում։ Լսի, չէ, այդ որակը կրող մարդիկ մեծամասնություն չեն, բնականաբար այդ որակը կրող մարդիկ փոքրամասնություն են։ Որը ճղճղում փոքրամասնություն են։ Բայց ինքը ուզում է այդ փոքրամասնությանը մոտիվացնի եւ այդ փոքրամասնության միջոցով այդ փոքրամասնությունը նաև իր համար ֆոն սարքելով, լսի, իշխանությունը բռնազավթած պահի։ Չենք թողնելու։ Լսի, մի բան էլ ասեմ։ Դավայ։ Այսօր կարդում եմ Արսեն Թորոսյանը այդ դեպքին անդրադառնալով կարդացել ես, ասում է մենք էլ ենք ընդդիմադիր եղել, բա մեր ընդդիմադիր եղած ժամանակ մենք լսի, ուզում ես հարցնես, լավ, ասենք հələ Նիկոլ Փաշինյանը լավից վատից դերասանություն արել ընդդիմությունը խաղացել։ Ուզում ես հարցնես Արսեն Թորոսյան անուն ազգանունով ընդդիմադիր ինչ որ մեկը հիշում է, ասենք մինչև իր նախարար նշանակվելը, հա, առաջին առողջապահության նախարար նշանակվեց, հիշում ես 18 թվին։ Մինչև առողջապահության նախարար նշանակվելը իրան բացի տնեցիկից մարդ ճանաչել, հա։ Ու ընդդիմադիր։ Երևի հալածվել է լա, բերթերում բանում ինչ են ասում
նստել է Հանքերում էլի, ստոտքի այդ այո։ ոսկու հանքերում այտենց բանը, տաժանակիր աշխատանքի է դատապարտված եղե, ընդդիմադիր գործունեության փախած է եղե, երկար ժամանակ թաքնվել է, ընդհատակում է եղե։ Երևի դրա համար չենք իմացել։ Կարող է։ Ոսկին ընդդիմադիր։ Կամ էլ լրատվամիջոցները եղել են բոլորը իշխանության բանի լծի տակ չեն գրել, դրա համար չենք իմացել։ Ու տենց բոլոր ԿՊ-ականները թունդ ընդդիմադիրներ են եղել, թունդ, ասենք Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, չգիտեմ Սուրեն Պապիկյանը, դրանք բոլորը տենց բաներ են, Էդուարդ Աղաջանյանը, բոլորը Արմեն Գրիգորյանը, բանը, դրանք սաղ տենց Ասում հիշում մեկին գոնե գիտեի միջև 2018-ի ընտրությունները դրանցից։ լսի որևէ մեկին չէիր կարա իմանալ, որովհետև ինչ դրանք լսի Արարատ Միրզոյանը կամ չգիտեմ Լենա Նազարյանը իբր թե ընդդիմադիր էին ելքխմբակցությունից, բայց իրանք կյանքում իշխանության դեմ Ոչ որևէ բվացել էին, ոչ գվացել։ Առաջի անգամ դրանց մասին մարդիկ իմացան, որ այն բաները Ծուխվերցին ազգային ժողով մտան։ Այո։ Ամենաուժեղ ընդդիմադիր գործողությունը էդ էր։ Էն էլ արդեն ինչպես Սերժ Սարգսյանն է հավաստիացնում, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին արդեն պուսկը տվել էր իշխանափոխության, Կարող ծուխնել էր առել ձեռները դրել։ Առել տվել էր ձեռները, իհարկե։ Всё, վերջ։ Չենք անդրադառնում։ Մյուս շաբաթվանից խոստանանք, որ ավելի դրական լուրերով ենք, ավելի դրական թեմաներով ենք մտնելու եթեր։ Ես օրինակ մեկ-մեկ ինքս ինձ մեր հաղորդումից դեպրեսիայի մեջ եմ ընկել։ Ոչ, դրա մենք միշտ էլ դրական բաներ ենք խոսում։ Ես օրինակ երբեք այս մեր խոսույթը չեմ համարում բացասական, մանավանդ ամենադրական բանը այնա, որ ամեն մեր հաղորդմանը, հաջորդ հաղորդմանը մի շաբաթով ավելի քիչ է մնացած լինում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։ Օրինակ հաջորդ շաբաթ, երբ որ մենք կհավաքվենք, ամսի 6-ը կլինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մնացած կլինի արդեն ոչ թե 2 ամիս մի շաբաթ, այլ 2 ամիս։ Ու դրանով արդեն հաջորդ հաղորդման դրական ֆոնը ինստինկտյան ապահովված կլինի։ Ասենք սրանից լավ մոտիվացիա հնարավոր չի պատկերացնել հաջորդ շաբաթ մեր հաղորդմանը միանալու, իսկ այս շաբաթվա համար պիտի խնդրեմ ներքևի հատվածում մեզ բաժանորդագրվեք, եթե ինչ-որ պատճառներով դեռ դա չեք արել, կարող եք զանգակին սխմել, այդ դեպքում ձեզ նաև հաղորդագրություն կգա, երբ որ մեր նոր հաղորդումները կհայտնվեն, օրինակ մյուս շաբաթվա այդ 2 ամսվա մնացած հաղորդումը, եւ խնդրում եմ մեզ մեկնաբանություններ գրեք, խոստանում եմ բոլորը հատիկ կարդալ եւ որտեղ հնարավոր է նաեւ պատասխանել։ Ձեր կարծիքը մեզ համար շատ կարեւոր է։ Հաջողություն կհանդիպենք մյուս շաբաթ։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության։ Ոչ մի տիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։